Ողջույն հայրենակիցներ, 15-15, 16 դեկտեմբերի 2025 թվական ցանկությունս նորից ձեր հետ զրուցելու, խոսելու առաջացավ իմ վերջին հաղորդման ժամանակ արտահայտված այն մտքից, որ արտահայտել էր իմ հոլանդացի ընկերը, անվանելով այդ ստահակին, կրտված Վավայի վիժվածքին Լուի դը Ֆինես։ Լուի դը Ֆինեսը ծագումով իսպանացի, բայց հանրահայտ իբր ֆրանսիական ծաղրածու էր։ Միջին որակի ծաղրածու բանալի բառը դա է, որ նա ծաղրածու էր։ Այդ կրտված ստահակը ընդամենը ծաղրածու է։ Շարունակեմ միտքս։ Իսկ ինչու ծաղրածու։ Ինչ էր թույլատրված ծաղրածուին, որ արգելված էր ընդհանրապես, այսպես ասած, թագավորական շքախմբին, կամ ընդհանրապես որևիցե մի քաղաքացու անձնավորության։ Եթե հակապետական, հակաազգային ինչ-որ մի արտահայտություն էր արվում ինչ-որ մեկի միջոցով, նա անպայման պատժի էր ենթարկվում, իսկ պատժի չէր ենթարկվում միայն ծաղրածուն։ Եվ ինչու չպատժվեց այդ կրտված ծաղրածուն, երբ որ արեց այնպիսի մի արտահայտություն, որը նույնիսկ թշնամին չէր անի։ Ասաց, որ նա հպարտ է մեր պարտությունով, հպարտ է պարտությունով, հպարտ է նրանով, որ տասնյակ հազարավոր զոհեր, որոնք իրենց կյանքն էին տվել մեր հայրենիքի ամենանշանավոր մի հատվածին, որը Արցախն էր, նա ուղղակի նվիրեց թշնամուն, նվիրեց ոչ միայն առանց խոչընդոտների, առանց մի սրտի ցավ զգալու, այլ նվիրեց 7000 զոհերով։ Մինչև օրս այդ թիվն էլ չեն ճշտում, բայց դա շատ հնարավոր է, որ կարող էին ազգովին վաղուց արդեն անեին։ Ուղղակի սոցիալական հարցում անեին և նշեին, ովքեր են զոհվել այս վերջի պատերազմում։ Եվ համոզված եմ, որ 7000 զոհերը ավելի ճշմարիտ են, քան թե իրենց արտահայտած պլյուս մինուսով մարդկային թվաքանակը զոհերի։ Եվ ահա բուն իմաստը, այդ ստահակը, այդ կրտված Վավայի վիժվածքը ասեց ամենաանընդունելի թշնամական արտահայտությունը, ասեց այնպես, կարծես դա ուղղակի մի հասարակ արտահայտություն էր, բայց դա ամենաթշնամական, ինքնադրսևորման ցուցանիշն էր, որ նա հպարտանում է մեր պարտությունով, հպարտանում է մեր զոհերով, և դրա համար ոչ ոք նրան ոչինչ չասաց։ Եվ իհարկե դա հեգնանքով եմ արտասանում,
Միայն ծաղրածուին էր թույլատրելի, միայն ծաղրածուն կարելի էր այդպիսի թշնամական արտահայտություն անել և մնալ կենդանի։ Եվ ինչ է կատարվում դրանից հետո։ Ազգովի բազում անգամներ ասել եմ, որ արդեն 97%-ը դա բիոմասա է, դա ուղղակի ստամոքսի արգազմ տենչող մի բալաստ է։ Մնացած այն 3%-ին եմ անդրադառնում։ Ինչպես թույլ տվեցիք այդ կրտված վավայի վիժվածքը այդպիսի արտահայտություն անի և դրանից հետո գոնե 1 ժամ կենդանի մնա։ Ինչպես կարելի է դա հայտանել։ Պատժել, ով ձեռքս ընկել է, պատժվել է։ Բացատրել եմ 1000 անգամ, ասել եմ։ Գագիկ Հարությունյանը, որ փոխնախագահ էր, վիցեպրեզիդենտ էր, Նեմեց Ռուբոն, Դավիթ Տոնոյանը, դրանք են ընկել ձեռքս և պատժել եմ։ Եթե չխոչընդոտեին թագավորական ժանդարմները, չխոչընդոտեր իմ ազնիվ ընկերը, ուղղակի նա վախից, որ կարող է ինձ վնասեն, դրա համար միջամտել էր և թույլ չէր տվել սատկացնել դրանց։ Իսկ ինչպես կարելի է վերացնել թշնամուն, որը հպարտանում է և ծիծաղում է ամբողջ այսպես կոչված չակերտների մեջ ասված ազգի վրա, որ հպարտ է իր պարտությունով։ Դրանից ավել էլ ինչ եք ման գալիս։ Ամեն օր ինչ-որ ոչ էական նրա արված սխալներն եք ուղղակի մեջբերում և քննադատում եք։ Մոսկվայում հավաքվել էին հայկական համայնքի անդամներ և ասում են ձեռքերդ կողմ քաշիր եկեղեցուց, ինչի մասին եք խոսում։ Ինչ թշնամական ավելի բարձր արարք եք ման գալիս, քան թե նրա այդ խոսքերը, որ նա հպարտանում է մեր պարտությունով, մեր զոհերով հպարտանում է այդ ստահակը։ Իսկ դուք ինչ-որ ոչ էական նրա մնացած ազգակործան հարցերի մասին եք քննարկում և ցույց չեք տալիս ճանապարհ, ինչպես կարելի է այդ ազգի թշնամուն վերացնել։ Հասարակ մի դեղատոմս, ասել եմ բազում անգամներ։ Եթե չեք կարողանում ոտքերի տակ սատկացնել, ազգովի մի վճարեք հարկեր։ Մի վճարեք հարկեր և այդ ստահակի խմբակի դրամարկղում ոչինչ չի լինի իրենց պաշտպանող ստահակ ոստիկանների և մնացած այլ ուժային կառույցների վճարման համար։ Այդպես կարելի է միայն նրանց ծնկի բերել։ Եթե ուրիշ ավելի օպտիմալ և ժամանակակից միջոցներ չեք կարողանում գտնել։ Դա վերաբերում է ոչ միայն այս ազգի դավաճանին, դա վերաբերում է ամբողջ ազգությանը։ Ինչպես են վերաբերվում ընկերները իրար մեջ, ինչպես են բարեկամները վերաբերում միմյանց հետ, դա նույնպես արդյունք է, որը չի կարելի բացատրել այլ կերպ, որ աղտոտվել է ամբողջ հասարակությունը, աղտոտվել է այսպես կոչված հայ ազգը, որի նորից եմ կրկնում 97%-ը փտախտի մեջ է։ Ինչի մասին եք խոսում, երբ որ կա ամենամեծ նրա կատարած հանցագործությունը և փաստը, որ մենք Արցախի տերն ենք եղել։ Признается частью Советской Армении. Не всем известно,
Но 30 ноября 1920 года советский Азербайджан признал Сюник, Арцах и Нахидживан за советской Арменией. Как это было? 29 ноября 1920 года Революционный комитет Армении, Ревком, в то время главный орган большевистской власти, Прим, РЭД, принял декларацию о провозглашении Армении Социалистической Советской Республикой. После этой новости председатель Ревкома Азербайджана Н. Нариманов сделал соответствующее заявление. Рабоче-крестьянское правительство Азербайджана, получив сообщение о провозглашении в Армении от имени восставшего крестьянства Советской Социалистической Республики, приветствует победу братского народа. С сегодняшнего дня прежние границы между Арменией и Азербайджаном объявляются аннулированными. Нагорный Карабах, Зангезур и Нахичевань признаются составной частью Армянской Социалистической Республики. Нахидживан признается частью Советской Армении. Նա նույնիսկ մեր թշնամին է ընդունել, որ Արցախը, Սյունիքը եւ Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն են։ Եվ դա ընդամենը 100 տարի առաջ տեղի ունեցած փաստն է, որը ներկայացրեցի ձեզ, իսկ Բազիլիկո դե Մասենցիոյում, որը Հռոմի արվարձանում է գտնվում, հին աշխարհի քարտեզն է, որտեղ այսպես կոչված Վավայի վիժվածքը, որ կադաստրի վկայական էր ման գալիս, այնտեղ է կադաստրի վկայականը հայ ազգի, որ Հայաստանը, Հռոմը, Հունաստանը եւ Պարսկաստանը դա ամբողջ աշխարհն է։ Իսկ Հայաստանի տարածքները Կասպից ծովից մինչև Սև ծով եւ մինչև Միջերկրական ծովեր, որը կարող եք գտնել, նորից եմ կրկնում, Բազիլիկո դի Մասենցիոյում, Հռոմի արվարձանում։ Ինչի մասին եք խոսում։ Նույնիսկ ընդունակ չեք հարկեր չվճարելուն, որով կարող եք ստահակին ընդամենը 2 շաբաթվա ընթացքում նա ինքը փախուստի կդիմի, որովհետև չի լինի գումար, որպեսզի վճարվի ստահակ ոստիկաններին եւ ուժային մնացած այլ կառույցներին։ Հարկերի մասին խոսելուց ես պետք է հիշեցնեմ, որ 5 տարով 1813 եւ 1828 թվականի ռուս-պարսկական պայմանագրերի հիման վրա 14500 Շահաբասի կողմից Հայաստանից աքսորված եւ Պարսկաստան տեղափոխված հայերը վերադարձան հայրենիք։ 14500 ընտանիք։ Պատկերացնում եք 19-րդ դար։ Եվ ինչպես պետք է դրանք տեղավորվեին եւ նոր կյանք ստեղծեին իրենց քարուքանդ եղած հայրենիքում։ 5 տարով ցարը հարկերից ազատեց հայերին։ Այդ տեղափոխված հայրենիք վերադարձած հայերին։ Դա իբր բավարար չէր, ամեն ընտանիքին 25 ռուբլի գումար տվեց, նվիրեց, որով կարող էին տուն առնել, գնել կամ 8 կով։ Ահա թե ինչպես են հայրենիք փրկում։ Իսկ ինչ արեց ստահակ Լևոն Տեր-Պետրոսյանը, մեր ազգի ամենամեծ թշնամին։ Նա ուղղակի վերացրեց այն հզոր հանրապետության կենսունակություն կազմող արդյունաբերությունը ընդամենը 2 տարվա ընթացքում։ Վերացրեց ամբողջ մեր հզոր արդյունաբերությունը։ Եվ ինչպես կարելի էր երկիր, որը գտնվում է այդպիսի թշնամական ակցանի մեջ, ապրել առանց եւ բարգավաճել եւ գոյություն պաշտպանել առանց արդյունաբերության։ Էլ չեմ խոսում դրանից հետո եկած մնացած ազգադավ
նորից կարող եմ ասել նախագահներ Ռուբիկն ու Սերժիկը ինչ են արել, վերականգնել են Ստահակ Լևոնի կործանած արդյունաբերությունը, ընդհանրապես ոչինչ չեն արել, և ինչպես կարելի է պետություն, որը իր արդյունաբերությունը իր ձեռքով վերացրել է, ընդդիմանալ թշնամիներին, ինչի մասին եք խոսում, նորից կրկնեմ, աղտոտված հասարակություն, որ ամեն ոք պատրաստ է իր բարեկամին, ընկերոջը, հարևանին խաբել, ձեռքից խլել կամ թաքցնել և ինչպես կարելի է այդ ամբոխին անվանել ազգություն, ինչով եք ազգություն, հետույքը պարացնող ինչ-որ մի դերասանուհու, համերգին գնալով, թե ձեր կործանված ֆուտբոլային ստադիոնով, որ արդեն դուրս էր գրված սովետական ժամանակաշրջանում, վերացրել են ամեն ինչ, վերացրել են արդյունաբերություն, վերացրել են արժանապատվություն, վերացրել են ինքնասիրություն և ինչ պետք է արվի, սպասել, որ Ադրբեջանից ղազախական հացահատիկ է եկել, ուղղակի դրամա է, ուղղակի դա մի կատաստրոֆա է, որ կախվել է մեր ազգի գլխին, ազգին երբ կարելի է հաղթել, երբ որ նրա ուղեղը տեղափոխեն ստամոքս, նորից դելիմիտացիա են անում, քանի անգամ բացատրեմ, որ դա դելիմիտացիա չի, դա դելիկվիդացիա է, ինչի մասին եք խոսում, ընտրությունների մասին եք բարբաջում, ինչ ընտրություններ, պետք է դեռ կես տարի էլ սպասենք, որ ընտրության գնանք, ում եք ընտրելու, ինչ եք ընտրելու, ղեկավար եք փնտրում, ինչ ղեկավար, Հայաստանի նորից կրկնեմ, ղեկավար պետք չէ, 15 հոգուց կազմված անժամկետ անկուսակցական ռազմական խորհուրդ, իր ատյանով, և ատյանը ստեղծելու հենց առաջին վայրկյանից պետք է անցնի գործի, վերացնի, մահապատժի ենթարկի մեր ազգի թշնամիներին, սկսած Քոռ Լևոնից, վերջացրած Վավայի կռտված վիժվածքով, բոլորը պետք է վերանան, նորից եմ կրկնում, 1,5 միլիոն անմեղ զոհեր ենք ունեցել, եթե 1,5 միլիոն մեղավոր զոհերի ոչնչացնենք, այդ դեպքում հնարավոր է, որ կփրկենք մեր ազգությունը և մեր պետականությունը, սա է միակ դեղատոմսը, այսպես կարելի է փրկել Հայաստանը և հպարտությամբ կրել Մասիս սարը, մեր զինանշանի վրա, սահմանադրություն, նորից կրկնեմ, Հոլանդիան կամ Անգլիան սահմանադրություն ունի, սահմանադրական պետություններ չեն, բայց աշխարհով մեկ հզորացած մի ցանց են ստեղծել, թե Անգլիան, թե Հոլանդիան, և դրանով է, որ այս տարածքով և բնակչությունով փոքրաթիվ պետությունները մինչև օրս գոյություն ունեն, սակայն դա էր ժամանակի հարց է, վախվորած արվամոլա լեսբիական Եվրոպան վախից ձայնը կտրած կայակալասը, որ կանացի զգեստ հագած մի հատ տհասի փառաբանում էր իր երկրում, այժմ դարձել է Եվրոպայի ապագայի որոշողը կամ պատմեր Ուրսուլա ֆոն դեր Լայնը, Ֆրանսիայում ֆրանսիական դեմք չի մնացել, արաբա-սևամորթական միայն մռութներ կարելի է տեսնել, Գերմանիայում
թուրքական յաթաղան է ամբողջ մեծ քաղաքների կենտրոններում տեղակայված։ Ահա թե ինչից են վախենում եւ այդ վախկոտ ստահակներից ինչ եք սպասում։ Միջազգային հանրությունը թքած ունենալով միջազգային հանրության վրա պետք է ստեղծել ազգային անժամկետ անկուսակցական ռազմական խորհուրդ իր ատյանով, ինչպես թքած ունեն հրեաները միջազգային հանրության վրա, որոնք առաջինն են խլել մեր հողերը, ալմելիքներին պատկանող Երուսաղեմը, ավետյաց աշխարհը։ Սա է իսկությունը։ Ահա եւ վերջ։